Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, սակայն Հայաստանի կառավարության և Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մոտ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել, նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա։ Իրան-Հայաստան բարձր լարման գիծը կարող է մասամբ ավարտին հասցվել 2026-ի առաջին կիսամյակում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա բարձրավոլտ էլեկտրացանց ՓԲ-ի մամուլի ծառայությունը։ Այդ ժամանակ նախատեսվում է ավարտել գծի մեկ շղթան Իրանի սահմանից մինչև Սիսիանի տարածաշրջանում կառուցվող Նորավան ենթակայանը։ Աշխատանքների մի մասը կտեղափոխվի հաջորդ տարի, քանի որ գծի որոշ հատվածներ կառուցվում են բարձր լեռնային գոտիներում, որոնք հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից անանցանելի են դառնում։ Արդյունքում Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերի թողունակությունը կավելանա ներկայիս 330-ից հասնելով ավելի քան 1000 մեգավատի, սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ լարման գիծը կառուցվի ամբողջությամբ։ Առողջապահության նախարարության ենթակայության տակ անցած որևէ բժշկական կենտրոն չի փակվելու կամ կրճատվելու, Անահիտ Ավանեսյանն է վստահեցնում ու հավելում. պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային բժշկական կենտրոններ կառուցելու, վերակառուցելու, վերազինելու վրա, և այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ միայն առողջապահության նախարարության կողմից իրականացվող 13 շինարարական ծրագիր կա, որոնք շարունակվելու են։ 26 թվականի առաջին 6 ամիսների կբացենք Սիսիանի բժշկական կենտրոնը։ Մենք այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով անընդհատ փոփոխում ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը, որ այնտեղ պետք է տեղադրվի։ Ուրեմն Մարտունին բժշկական կենտրոնը չուներ օրինակ համակարգչային շերտագրում և նոր բժշկական կենտրոնի տրամաբանության մեջ արդեն հայեցվել է։ Այս տարվա ապրիլից մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն է դարձել առողջապահության նախարարությունը։ Որոշ բժշկական կենտրոններ միավորվում են։ Անահիտ Ավանեսյանի խոսքով միավորման պարագայում բոլոր բուժհաստատություններում համապատասխան մասնագետներ գրավելու հնարավորություն է լինում։ Սյունիքի օրինակի վրա բերեմ։ Մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսիան եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Բժշկի մասնագիտական որակը պետք է բարձր լինի, անկախ այն հանգամանքից մարզային բժշկական կենտրոնում է գործունեություն ծավալում, թե մայրաքաղաքային։ Բոլոր այն դեպքերում, երբ որ մասնագետը ունի խնդիր մասնագիտական գործունեություն իրականացնելու, մենք հետևողական ենք, որ որևէ բժշկական կենտրոնում դա կլինի մասնավոր, պետական, մարզային, թե մայրաքաղաքային, նա չիրականացնի։ Այսպիսով, նախարարի խոսքով պետությունը որպես ՓԲ-ների հիմնադիր նպատակ ունի մի կողմից դրանց միջոցով ապահովել բարձրորակ բժշկական ծառայություններ, մյուս կողմից արդյունավետ կառավարման շնորհիվ դրանք դարձնել շահույթ ստեղծող կառույցներ, որոնք կվերադարձնեն պետական ներդրումները ճիշտ ձևաչափով։ Առողջապահության նախարարությունը նաև հանրային քննարկման է ներկայացրել օրինագիծ, ըստ որի ապահովագրության փաթեթի առաջին փուլի համար սահմանվել է 129,600 դրամ, որը իր մեջ ներառում է կանխարգելիչ վաղ հայտնաբերմանն ուղղված կլինինգային ծրագրեր։ Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է
թե ոչ։ Օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ սկսվելու է 2026 թվականից, ներառելով մինչեւ 18 տարեկան երեխաներին, 65 տարին լրացած եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիներին։ Ըստ նախարարի, այն բոլոր անձինք, որոնք 200,000 դրամից ավելի են ստանում եւ սոցփաթեթի շահառու են, կընդգրկվեն ապահովագրության մեջ, իսկ մյուսները, որոնք դեռ այս խմբում չեն, կշարունակեն օգտվել վճարվող ծառայություններից, սակայն այս խումբը կներառվի արդեն 2027-ի եւ 2028-ի խմբերում։ Ապահովագրության համապարփակ համակարգում ներառվելու են նաեւ պետության կողմից 100% սուբսիդավորվող այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ռեզիդենտ։ Հայաստանում գործում է 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից 300-ը ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ջերմոցային տնտեսությունների մեծ մասը գտնվում է Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով պտուղ բանջարեղենի արտահանումն ավելացել է 12%-ով, հասնելով 121,800 տոննայի։ Մասնավորապես լոլիկի, պղպեղի, սմբուկի, ծաղիկի եւ մի շարք մրգերի արտահանումը զգալի աճ է գրանցել։ 21-րդ դարի ամենաթանկ ռեսուրսներից մեկի ջրի հետ կապված Հայաստանը մտածելու բան չունի։ Եթե համեմատենք աշխարհի պետությունների 60%-ի հետ, որտեղ խմելու ջուրը օրախնդիր է, առայժմ չունի, կունենա, եթե նույն կերպ վերաբերվի այս ռեսուրսին։ Հարցը միայն գետերին ու լճերին չի վերաբերում։ Օրինակ, Սևանի, որից այս տարի նորից 200 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնվեց եւ որևէ հաշվետվություն չներկայացվեց, թե ուր գնացին այդ ջրերն ու ինչպես ծախսվեցին։ Խոսքը նաև Արարատյան ստորջրի ավազանի մասին է։ Սևանի չափ տարածք Արարատյան դաշտի տարածքում, որը նախորդ տասնամյակներում պարպվեց գրեթե 2/3-ով։ Վերջին տարիներին պետությունը քայլեր է անում ստորջրի ավազանի ցամաքումը կանխելու համար։ Միայն այս տարվա ընթացքում 19 հոր է լուծարվել եւ կոնսերվացվել, 5-ը լուծարվել են, 14-ը կոնսերվացվել են։ Շրջակա միջավայրի նախարարությունը նաև հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակը Արարատյան ստորջրի ավազանի վերականգնումն է։ Որոշակիացվել են Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը եւ դրա բաշխում ըստ առաջնահերթությունների։ Ներկայումս օրենքով սահմանված է տարեկան 1.1 միլիարդ խորանարդ մետր վերականգնվող ջրի ծավալ, ինչը չի համապատասխանում իրականությանը եւ այն նվազեցվում է 926 միլիոն մետր խորանարդի։ Կառավարությունն առաջարկում է խմելու, կենցաղային ոռոգման եւ ձկնաբուծության համար այսուհետ խորքային ջրերի օգտագործման համար թույլտվությունը երկարաձգել, հաշվի առնելով վերականգնվող ջրաքանակները, այսինքն տարեկան ծախսել այնքան, որքան վերականգնվում է։ Ընդդիմադիր օրենսդիրների ուշադրությունը գրավեց այն փաստը, որ չնայած կատարվող քայլերին, Արարատյան ստորջրի ավազանի վիճակը գնալով վատանում է։ Դրական ցուցանիշները 18-ից հետո վատացան։ Մասնավորապես ես ունեմ ցուցանիշներ մի ձեռքի տակ եւ դա հրապարակված է նաեւ ձեր նախարարության պաշտոնական կայքեջում, դուք այս հիմնավորման մեջ չեք նշել։ Ինչու է Արարատյան արտեզյան ավազանի վերականգնվող ջրի ծավալները նվազել վերջի տարիներին, դրա պատճառները բազմաթիվ են, բոլորս ականատես ենք լինում կլիմայի համընդհանուր փոփոխության եւ ոչ միայն կլիմայի փոփոխության ու դրա հետ համատեղ նաեւ ջրային ռեսուրսների պակասի խնդրին։ Այստեղ խնդիրը նաեւ թափանցիկությունն է, որևէ մեկը հստակ տվյալներ չունի, թե Արարատյան դաշտի տակ գտնվող ջրային ավազանը ինչ վիճակում է այս պահին։ Եթե որոշակի քանակությամբ ջուր լցվում է եւ թույլ են տալիս այդ ամբողջական ջուրը օգտագործելու, այսքան լցվել է, այդքան էլ օգտագործում ես։ Դե պարզա որ այդ օրերում այլևս ջուր չի մնալու։ Իրականում խորքային ջրային ռեսուրսների ճգնաժամը սկսվեց ձկնաբուծարանների գերշահագործման հետևանքով, երբ ահռելի քանակությամբ ջուր հանվում եւ հոսում էր անհայտ ուղղությամբ մատչելի ձկնամթերքը Ռուսաստան արտահանելու համար։ Չկա նշած, թե տվյալ պահին խորքային ջրերի մակարդակը ինչ աստիճանում է գտնվել, ենթադրենք 7 տարի առաջ, եւ այդ մոնիտորինգով արել եւ թող տարեկան ցուցանիշները ցույց տան։ 7 տարվա ընթացքում քանի սանտիմետր է բարձրացել կամ ինչ է։
Գործադիրը սահմանել էր, որ ձկնաբուծարանները պետք է կրկնակի կիրառեն հորերի ջուրը, սակայն կան ենթադրություններ, որ նշված կարգավորումը այդպես էլ մնացել է թղթի վրա, այսինքն ձկնաբուծարանները շարունակում են անարգել շահագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները։ Այն դեպքում, երբ պարզ հաշվարկի դեպքում հնարավոր է պարզվեր, որ մեկ միջին ձկնաբուծարանի օգտագործած ջրով հնարավոր կլիներ ոռոգել հարյուրավոր հեկտար հողատարածքներ, աշխատանքով ապահովել հարյուրավոր մարդկանց եւ պետության համար գեներացներ տասնապատիկ ավելի մեծ եկամուտ։ Հայոց լեզվի դասավանդման ժամանականակը 7-րդ եւ 8-րդ դասարաններում կրճատել են դարձնելով շաբաթական 2 ժամ, իսկ հայոց եկեղեցու պատմությունը առհասարակ դուրս են թողել դպրոցական ծրագրից, ահազանգում են քաղաքացիները, ասում են հայոց լեզվի եւ գրականության փոխարեն երեխաներին ծանոթացնում են երաժշտություն առարկայում տեղ գտած հայտնի դեմքերի կենսագրությանը, եւ սա այն երկրում, որտեղ երեխաները գրեթե անտառաճանաչ են։ Համաշխարհային բանկի տվյալներն են փաստում, տարրական դպրոցն ավարտող երեխաների 35%-ը չի կարողանում կարդալ եւ հասկանալ պարզ տեքստը, որը եռակի բարձր է տարածաշրջանի ցուցանիշից։ Հայագիտական առարկաների մասով վերջին մի քանի տարիների ոչ միայն պակասել հայոց լեզվի, այլ մնացած բոլոր հայագիտական առօրինակ հայոց պատմության դասաժամերներն էլ կրճատվել վերջին 2-3 տարիների ընթացքում, այլ չասեմ, որ հայոց եկեղեցու պատմությունը առարկան հանեցին, բայց իրենք խոսք տվեցին, որ դա ինտեգրվի այս պատմության մեջ, այլ չտեսան։ Փորձագետների դիտարկմամբ, չնայած հայոց լեզվի դասաժամերը պետական բաղադրիչով կրճատել են, այդուհանդերձ դպրոցական բաղադրիչով ցանկության դեպքում հնարավոր է տվյալ առարկայի դասաժամերը ավելացնել։ Այստեղ առաջանում է մեկ ուրիշ խնդիր, որովհետև առաջանում է կոնֆլիկտ տարբեր ուսուցիչների տնօրենի միջև։ Եվ քանի որ տնօրենն է ըստ էության վերջնական որոշումը կայացնողը, շատ դեպքերում դա դառնում է կռվախնձոր, այդ ժամերը որ առարկային տան։ Անգրագիտության մակարդակը ավելի կմեծանա։ Սարսափելի վիճակ է հիմա լեզվի։ 3 երեխայի մեկը չի կարողանում կարդացած տեքստը հասկանալ։ Եվ այդ առարկայի ժամերը քչացնել, դա նշանակում է խրախուսել անգրագիտություն։ Մասնագետներն ասում են, հայոց լեզվի եւ գրականության դասաժամերի կրճատումը ավելի լուրջ խնդիր է առաջացնելու 9-րդ դասարանի դեպքում, քանի որ առջևում քննաշրջանն է։ Եթե նախարարությունը եւ միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանում նման խնդիրներ կան եւ դրան զուգահեռ փոխանակ իրանք նպաստեն հայոց լեզվի դասաժամերը ավելի արդյունավետ կազմակերպելու դասաժամերը գոնե թողեին նույնը, իրենք հակառակ քաղաքականություն են վարում, այսինքն նախարարությունը արձանագրում է ստակ խնդիր, բայց այդ խնդիրը լուծելուն միտված գործողությունները սխալ է տանում։ Այս փոփոխությունները հատկապես մտահոգիչ են, քանի որ պետական ավարտական քննություններից մեկը հենց հայոց լեզվի թեստն է, որը պահանջում է ոչ միայն ուղղագրական եւ քերականական հմտություններ, այլ նաեւ ընթերցածի ըմբռնում։ Մասնագետների պնդմամբ կրթական համակարգում կատարվող փոփոխությունները վտանգավոր են եւ տանելու են մեր ինքնության աղավաղմանը։ Խրոխտ, առնական ու ոգեղեն պարով են սկսում դասը անդոկցիները։ Սղերդի Քոչարին է թնդում խոյահարող շարժումներով։ Ճշում ենք կատալով, նոր հետ կատել սպարակում ենք ճշում ենք, ու հետ եկնում և ասելով հարվածում ծա, աչ, ճշես, վերև, Այսպես ամեն օր է խմբի ղեկավարը հայկական ավանդական երկպարի անպարտելի ոգին փոխանցում իր սաներին, բացահայտում յուրաքանչյուր պարակայլի թաքնված տողատակը։ Հայկական պարը բեմ բարձրանալու միջոց չէ, հայկական պարը հայ արմատներին մոտենալու եւ աշխարհում որպես հայ մնալու միջոց է։ Ազգային մշակույթի նաեւ միջոց է ազգ սիրելու, հայրենիք սիրելու համար։ Ուսուցչից Գինոսյանից ոգեշնչված հրայրը 15 տարեկանում փոքրահասակների հետ խումբ ստեղծեց, նա չէր էլ ենթադրում, որ մեծանալու են միասին պարելով ու պարը մի օր դառնալու է կյանքի մեծագույն նվիրում ու առաքելություն։ Մենք ամենաերջանիկ ազգերից մեկն ենք, որ ունենք այսքան մեծ ու հզոր մշակույթ, եւ այդ մշակույթը այն մշակույթներին է դասվում, որոնք որ ունեն դաստիարակիչ բնույթ։ Եվ նաեւ ինչպես նորից ասում է ուսուցիչը, գրոշ չունի այն մշակույթը, որը ազգ չի դաստիարակում, որը ազգ չի կերտում։ Ճանաչել սեփական մշակույթն ու դառնալ կրողը 10 տարի առաջ հենց այս գաղափարախոսությամբ ստեղծվեց Անդոկ ավանդական երգի պարի խումբը։ Տասնամյակին ընթառաջ անդոկցիները նոր ու բացառիկ ներկայացմամբ հանդես կգան, որը նվիրել են Հայրիկ Մուրադյանի ու Կոստան Զարյանի հոբելյաններին։ Ներկայացման ամբողջ ընթացքում զարյանական մտքերն են երկխոսելու հանդիսատեսի հետ, հնչելու են Հայրիկ Մուրադյանի երգերը։
Ներկայացումով ցույց ենք տալու հայի ճամփորդությունը հայ ազգի կյանքում, այդպես ասած, այ պատմության մեջ, ով փնտրում է այն ճշմարտությունը, որով պետք է կանգնենք ոտքի եւ ապրենք նորից աշխարհի վրա, որպես հայ ազգ, ինչպես արդեն 4000 տարի է։ Այստեղ խմբի ամենակրտսեր աշակերտն անգամ իր պարտքն է համարում ապրեցնել ու սերնդեսերունդ փոխանցել նախնիների զորեղ ոգին ու պարը։ Մեծ նայողները պետք է հասկանան, որ սա հպարտների, արժանապատիվների եւ հզորների իշխանների բան է եղել։ Անդոկցիները առանձնահատուկ սիրով են պարում հատկապես հայոց իշխանների վեհ ու անձնվազարմ պարը՝ իշխանացը։ Կարծես թե ուրիշ աշխարհ տեղափոխվեմ ու լրիվ մի այլ հոգեվիճակում եմ լինում ու ինձ շատ վեհ եմ զգում, մեծ եմ զգում, հզոր։ Իշխանած պարն եմ անսահման շատ սիրում պարում, որովհետև եւ երաժշտությունը եւ պարի պատմությունը ստիպում է հասկանալ, որ հայերը նաեւ եղել են իշխաններ եւ այդ ոգին փոխանցում է մեզ։ Հայկական ազգային պարերի մեջ կնկատեք, որ բոլոր պարերում մենք պարում ենք իրար ձեռք բռնած ու սեր տված, հա, անգամ ճկույտներն էլ եւ դա ցույց է տալիս մեր միասնականությունը, ինչը չկա ամերիկյան կամ ժողովրդական ոչ մի պարի մեջ։ Անդոկցիները համոզված են դեպի ինքնություն տանող ճանապարհին հանդիպում են հայի պարն ու երգը, որ հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն են, խորհրդանիշ, որ ելի ու ելի վերաիմաստավորվում է յուրաքանչյուր պարաքայլով։